Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը կկայանա Հայաստանից դուրս Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Ինչ որոշում կկայացվի, պարզ չէ։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը նշել է հարկեն գծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է ազգային եկեղեցական ժողովը։ Ուստի ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը, ասել է հոգևորականը։ Նրա խոսքով նման նախադեպեր եղել են ինչպես եպիսկոպոսատ ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։ Հիշեցնենք, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է կայանար դեռ դեկտեմբերի 10-ից 12-ը։ Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ այն ժամանակավորապես հետաձգվում է։ Նշվում էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը եւ եպիսկոպոսների խնդրանքը։ Եպիսկոպոսատ ժողովը պետք է քննության առնի Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը անդրադարձել է ժողովի համար ընտրված վայրին։ Սա պարզապես վայրի ընտրություն չէ, սա խորհրդանիշ է, ինչպես է եկեղեցին տեսնում ինքն իրեն այս ծանր պահին, երբ ներսում կուտակվել են լրջագույն հարցեր, երբ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավակներ բարձրաձայնում են խորքային մտահոգություններ Մայրաթորի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ, եպիսկոպոսատ ժողովը Մայրաթորից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ, թե վստահության ճգնաժամը կարելի է հաղթահարել հեռավորությամբ, ոչ թե պատասխանատվությամբ։ Բարենորոգումը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ համարձակությունից։ Եկեղեցու բարենորոգման օրակարգը առաջին հերթին պատասխանատվության օրակարգ է, ճշմարտության առաջ կանգնելու, սխալը կոչելու իր անունով, լսելու ու լսելի լինելու եւ ամենակարևորը նույն հարկի տակ վերականգնելու վստահությունը։ Երբ վստահությունը խախտված է, լուծումը ավելի հեռու գնալը չէ, այլ ավելի մոտ կանգնելն ու բաց խոսելն է, որովհետեւ եկեղեցին որքան էլ համաշխարհային ու իր առաքելությամբ իր խիղճը պահում է հենց Մայրաթորում, որպես հավատքի, ավանդության եւ ժողովրդի հետ ապրած պատմության տուն։ Եթե ուզում ենք, որ եկեղեցին նորից դառնա վստահելի հենարան, պետք է վերադառնանք հիմքին, պարզությանը, հաշվետվողականությանը, արդարությանը եւ ներքին մաքրմանը։ Բարենորոգման ճանապարհը մեկ բան է պահանջում՝ չփախչել ծանր ճշմարտությունից, այլ ուղիղ կանգնել դրա առաջ ու հաղթահարել այն։ Եկեղեցին չի կարող բուժել հեռավորությունից, եկեղեցին բուժվում է ճշմարտությունից ու պատասխանատվությունից, գրել է նա։ Խորհրդարանը շարունակում է քարորյա նիստերը։ Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց պատմությանն ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությանն ու օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով կարգելվի հուշարձաններն օտարել առանց կառավարության համաձայնության։ Առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունվեց 67 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Հուշարձանների պետական ցանկում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում։ Գործադիրը կարող է չտալ համաձայնություն, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված։ Ընդդիմությունը դեմ էր նախագծին, քանի որ այն կապում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Սիրելի քաղաքացիներ, այն ինչ մենք այս փոխադարձ մեղադրանքներից անդին առաջարկում ենք, հետևյալն է, որ Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ծայրահեղ բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ, եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը եւ կառավարությունը համաձայնություն տա, այսինքն բազմաթիվ օղակներ անցնելով։ Եթե այդպիսի տարբերակ լինի, ավարտում եմ, պարոն Սիմոնյան,
Եվ ես հույս ունեմ, որ բոլոր մարդիկ այս դահլիճում մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ։ Շնորհակալություն։ Թեման շարունակել է նաև ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա հիշեցրել է ընդդիմությունը երեկ իրենց մեղադրում էր հայ առաքելական եկեղեցին ասպատակելու համար, հնչեցնում էր եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ։ Կոնջորյանը նաև նշել է Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին, անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու դեմ եւ ոչ թե ասենք բանը Կտրիչ Ներսիսյանը։ Բայց այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այդտեղ ամեն ինչ տեղն ընկավ։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը ոչ թե տվել է, նվիրել է, այլ ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղղակի հետաքրքիր է իմանալ, ասենք այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի կարող է Ռոբերտ Քոչարյանն ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Շնորհակալություն։ Եվ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տեսնում ենք բավականին թեժ է ազգային ժողովում այս քարորյան, բայց մինչ խորհրդանին հասնենք, նախ անդրադառնանք մի կարևոր թեմայի՝ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողովը տեղի ունենալու ոչ թե Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, նախ դեկտեմբերին պիտի տեղի ունենար, հետո հետաձգվեց, հիմա արդեն ուրեմն հայտարարություն են տարածել տեղի ունենալու փաստորեն Հայաստանի սահմաններից դուրս Ավստրիայի քաղաքներից մեկում փետրվարի 16-ից 19-ը։ Նախ ինչպես եք գնահատում, ձեր գնահատմամբ ինչու ի վերջո որոշվեց Հայաստանից դուրս այն իրականություն դարձնել, իշխանության ճնշումներ պատճառը, ձեր գնահատականը համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար, Սիրանուշ։ Ես պետք է նշեմ, որ սա ապացույցն այն բանի, որ Կտրիչ Ներսիսյանը անձնական հարցեր է լուծում։ Այսինքն խոսապում է իր հայրենիքում, եթե կարելի է այդպես կոչել, իր նստավայրում անցկացնել ժողովը, որը որ պետք է որ մեր ժողովրդին տար պատասխաններ եւ ավելի հաշվետվողական լիներ։ Հետևաբար սա ապացույցն է այն բանի, որ մարդը անձնական հարց է լուծում, ուղղակի սա փախուստ է պատասխանատվությունից, կարելի ասել։ Առնվազն պատասխանատվություն, այն պատասխանատվության մթնոլորտը, որը որ այս մահին ստեղծված է եկեղեցու շուրջ, հաշվետվողականության պահանջը, որը ստեղծված է եկեղեցու շուրջ, դա իրան ստիպել է հեռանալ երկրից եւ իր ժողովը անցկացնել իր ժողովը, ոչ թե եկեղեցու հետ կապված ժողով, իր անձնական ժողովը անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս։ Լավ, իրավիճակը եւ եթե չեմ սխալվում, ներողություն եմ խնդրում Սիրանուշ, եթե չեմ սխալվում, այս ժողովը մենք ասում ենք, որ դեկտեմբերին պետք է տեղի ունենար, բայց ժողովը
ի սկզբանե, եթե չեմ սխալվում, այսինքն լրատվությունից, որին ծանոթացել եմ, պետք է դեռ շատ տարիներ առաջ տեղի ունենար։ Մենք պիտի կանոնագիր ունենայինք, որը պետք է ներկայացվեր, նույնիսկ ես որքանով գիտեմ, ինչ որ նախագիծ էր շրջանառվում մի 2 տողով, որը այդպես էլ մենք չտեսանք։ Լավ, խնդիրը եպիսկոպոսած ժողովով էլ ըստ էության չի հանգուցալուծվի։ Ակնհայտ է դա, մենք տեսնում ենք նախորդ շաբաթներին քահանաների խումբ միացավ, ձեզ հակադարձում են, ասում են այդ խումբը շատ փոքր է հաշվի առնելով անդադ շահարկող թիվը քահանաների 30 հոգանոց, նշվում է, որ այդ 486 քահանա կա ամբողջ Հայաստանում եւ Սփյուռքում ներառյալ։ Այնուամենայնիվ ձեր գնահատմամբ որքանով ուրեմն մոտ է այս խնդիրը իսկապես հանգուցալուծման, թե հաշվի առնելով ուրեմն նաև այն, որ այս նույն եպիսկոպոսած ժողովը Հայաստանում չի արվում, դրսում է արվում եւ Սփյուռքը բավականին ներգրաված կլինի եւ սփյուռքյան թեմերը դուք մտավախություն չունեք ձախողելու։ Նախ պետք է նշեմ, որ այս խնդրի հանգուցալուծումը մեկն է, դա Կտրիչ Ներսիսյանի հեռացումն է։ Չի հեռանում, դրա համար եմ ասում։ Չի հեռանում, չի հեռացել դեռ։ Հեռանումը դա ինչ որ շարունակական բնույթ կրող ձևակերպում է եւ հետեւաբար ես կարծում եմ, որ իր այդ նույնիսկ այդ ինչ մեջ բերեցիք, որ թվերի հետ կապված ասում են կոոպերատիվ են քահանաներ, ովքեր միացել են, բան հասկանում եք, չի արդեն դա փրփուրներից կախվելու բանը ձևա, երբ դու թվերի մասին ես սկսում խոսել, թե քանի քահանա է խոսել այն մասին, որ այո, եկեղեցին բարենորոգման կարիք ունի։ Սա ակնհայտ է, որ խնդիրը սա ջայլամի քաղաքականություն վարելով եւ գլուխը օտարափերում մցնելով, օտարափերի ավազների մեջ մցնելով, դու չես կարող խնդիրը չնկատել եւ վաղ թե ուշ կարծում եմ պիտի վերադառնա Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետություն եւ հետեւաբար վաղ թե ուշ այս հարցը հանգուցալուծվելու է, լավ կլինի, որպեսզի քանի որ արդեն հիմքերը սասանված են, ճիշտ կլինի, որպեսզի ինքը հասկանա, որ իր շարունակական ուղղակի այդտեղ, այսպես ասած, ներկայի կարգավիճակում գոյատևում որպես կաթողիկոս իմաստ չունի, իմաստազուրկ է այլևս։ Լավ, հայտարարությունները մի բան են, կոնկրետ գործողությունները մեկ այլ բան են, հենց դա նկատի ունեմ, դուք նշում եք դեռ չի հեռացել, դրա նախադրյալներն էլ չեն երևում, նկատի ունեմ իհարկե եպիսկոպոսների մի խումբ միացել է այս բարենորոգման գործընթացին, եկեղեցու քահանաների խումբ, բայց ընդունեք, որ դա համատարած չէ եւ այնպես էլ չէ, որ այստեղ իշխանությունը ունի այսպես ամբողջական աջակցություն։ Ներսում կա մի մեծ հատված, որ աջակցում է հենց կաթողիկոսին։ Նկատում եմ եկեղեցու ներսում։ Եկեղեցու ներսում ոչ թե մեծ հատված կա, որը աջակցում է կաթողիկոսին, այլ կա հատված, ով կարծում եմ կաթողիկոսին հատուկ Կտրիչ Ներսիսյանին հատուկ մեթոդներով ուղղակի գտնվում է բռնաճնշման տակ եւ այո չի բարձրաձայնում այն ինչ իրականում մտածում է եւ հետեւաբար ես ակնհայտ է որ ժողովրդական պահանջ է ձևավորվել եւ դա նոր չի ձևավորվել եւ մեր քաղաքական թիմը չէ որ ձևավորել է այդ պահանջը շատ տարիներ առաջ արդեն ձևավորվել էր ուղղակի կարելի ասել բոլորս համաձայնեցված լռել ենք այս հարցի շուրջ այս պահին բարձրաձայնում է տեղի ունեցել հարցի եւ հետեւաբար վաղթեշ այս հանգուցալուծումը տեղի ունենալու այս այն իսկն իմ ձևակերպում այս հարցի շուրջ էսա տեսեք խորհրդանը շարունակում է Քարորյան եւ օրակարգում պատմության մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթներ առաջին ընթերցման պահին արդեն ընդունվեց եւ ինչու էր ձեր գնահատմամբ անհրաժեշտ այս նախագիծը արդյոք սրանով իսկապես ուրեմն
լուրջ վերահսկողություն կլինի եւ կառավարության փաստորեն առանց կառավարության որոշման այլևս հնարավոր չի լինի ուրեմն տնօրինել մեծաշխով այդ գույքին։ Սա պայմանավորված էր նաեւ այն գործընթացներով որ տեղի ունենում հիմա, որովհետեւ տեսակ ընդդիմության նաեւ արձագանքը ընդդիմությունը սա եկեղեցու ուրեմն նկատմամբ հերթական ճնշումների ուրեմն հանգամանք է դիտարկում։ Ես ուզում եմ հասկանալ այս ընդհանրապես այդ մեկնաբանությունը, էլի Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցին տնօրինում է բազմաթիվ գույքերի, այդ թվում պատմամշակութային ժառանգություն իրենից ներկայացնող գույքի, որը ըստ էության պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հիմա եթե որևէ այս պահին, երբ մենք նայում ենք եկեղեցու վերաբերմունքը կալվածատիրոջ տրամաբանությամբ այս հարցին, որ սա մերն է, դա իրենց անձնականը չէ, դա պատկանում է ժողովրդին եւ այո, պետք է եկեղեցին նույնպես հաշվետու լինի ժողովրդին, թե ինչ է ինքը պատրաստվում, օրինակ, եթե պատրաստվում է, անել պատմամշակութային արժեք ներկայացնող գույքի հետ։ Ես այստեղ մեկնաբանությունը որպես որ դա եկեղեցու դեմ, այստեղ եկեղեցու դեմ ոչինչ չկա, ես կարծում եմ դա ի օգուտ հայ առաքելական եկեղեցու է, դա ուղղակի անվտանգային բարձիկներ են, որպեսզի ֆիզիկական անձինք, ովքեր երբևէ պատահականությամբ հայտնվեն եկեղեցու գլխին, ինչը տեղի է ունեցել, երբևէ չկարողանան հայ ժողովրդին պատկանող գույքը օտարել ըստ իրենց կմաճույքի։ Ինչը մինչև հիմա նաև մենք տեսանք Սուրբ Գեղարդի հետ կապված ուրեմն փաստորեն հստակ գնահատականը, ինչ ցանկանում են, նվիրում են։ Ես հիշում եմ այդ պատմությունը, երբ շատ վրդովվել էի անգամ ինքս, որ երբ տեսնում էի դա, որովհետև ես չունեի որևէ լծակ եւ որևէ որպես քաղաքացի չունեի որևէ լծակ կամ որևէ կարելի ասել ես իմացա, երբ փաստը արդեն տեղի էր ունեցել։ Իմացել եմ դրա մասին, երբ փաստը արդեն տեղի ունեցել։ Հիմա պետք են մեխանիզմներ եւ գործիքներ, որպեսզի այո, այդ հաշվետվողականությունը պետք է տեղի ունենա եւ պետք է քաղաքացին տեղյակ լինի ինչա կատարվում իր արժեքների, իր գույքի հետ։ Սա նորմալ ընթացակարգ է, նույնիսկ զարմանում եմ ինչի աղմուկ բարձրացել ընդդիմությունը եւ դա պիտակավորել որպես որևէ այլ բան։ Ես կարծում եմ շատ ավելի կարեւոր հարց է, որ մենք հասկանանք, որ դա նաև գալիս է նրանից ըստ իս, որ եկեղեցու որոշ հոգևորականներ օգտվելով իրանց իրավասություններից, այդ թվում գույքային իրավասություններից եւ կարելի ասել իրանց գործելու այդ ազատությունից եւ դա նաև հոգևոր եւ ինչ որ սրբության ներքո ներկայացվող ազատություններից այս պահին չէ, արդեն ահագին ժամանակ այդ մարդիկ զբաղված են քաղաքականությամբ։ Այսա խնդիրը, նրանք փորձում են պետության մեջ պետություն ստեղծել, բայց եկեղեցու անվան տակ։ Եվ սա է ամենավտանգավորը, որովհետև այստեղ ստացվում է նրանք թաքնվում են եկեղեցու ներսում, բայց իրականում վարում են քաղաքական գործունեություն եւ այն էլ ոչ Հայաստանի շահերից բխող։ Լավ, գալով ներքաղաքական իրավիճակին, տեսեք, մենք տեսնում ենք նաև նոր ձևավորվող ուժեր, ուժեղ Հայաստան, չգիտեմ, շատ են, վստահաբար դուք էլ կհետևեք, որոնք հայտարարություններ են անում, մնացել է հաշված ամիսներ են մնացել, մենք կազատվենք այս իշխանությունից, կգանք եւ այլևս ոչ մի պարգևավճար, վարչապետն էլ 1 դրամ է ստանալու եւ կգան ոչ թե դպրոցներ կկառուցեն, այլ գործարաններ, սոցիալական բեռը կբարձրացնեն, ինչպես է այդ պարգևավճարների հետ հաշտ, երբ գյուղերում գյուղացին 50-60 հազար դրամով է իր կենցաղակազմը կերպում, վտանգներ չեք տեսնում ձեր իշխանության։ Այդ առումով վտանգներ չեմ տեսնում, ուրախ եմ, որ խոսեցիք այս թեմայի շուրջ, որովհետև վերջին օրերին պոպուլիզմ ուղղակի հասել է անմարդկային մասշտաբների, երևակայության բոլոր սահմաններն է հատել։ Ես ինքս հաշտ եմ, որ պետական պաշտոնյան պետք է բարձր վարձատրվի եւ դա չեմ դնում ի հակադրություն նրա, արդյոք ես հաշտ եմ, որ օրինակ որևէ քաղաքացի կամ թոշակառու ցածր է իր թոշակը կամ վարձատրությունը։
Սա բացարձակ համեմատականներ որպես այդպեսին այստեղ տանել շատ աբսուրդ է, այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է վարձատրում իր պաշտոնյաներին եւ ինքը պահանջատերն է այդ պաշտոնյաների մատուցած ծառայությունների եւ կարիք չկա որևէ մեծահարուստ գտնվի, որը օգտվի լիազորություններից եւ ծրարով փող բաժանի եւ ինքը որոշի թե ինչպիսի օրենքներ պետք է ընդունվեն եւ կարիք չկա որպեսզի որևէ պաշտոնյա քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, այլ կապիտալի առումով կախված լինի այլ երկրի իշխանությունից եւ այլ երկրում որոշվի թե ինքը ինչ պետք է, ինչպես պետք է վարվի։ Ես կարծում եմ, որ այս մտայնությունը ընդհանրապես մենք պաշտոնյաների վարձատրության մասով մի քիչ սխալ ընկալումներ ենք առ այսօր ունեցել, այսինքն երկար ժամանակ ունեցել, որովհետև մենք համարել ենք, որ դե պաշտոնյան դե աշխատավարձով չի ապրում, եւ դա եղել է նորմալ, այսինքն ժողովրդի խոսակցության Եվ այդ մեկ դրամն էլ է գալիս ապացուցելու, որ հո վարչապետը աշխատավարձի հույսին չի լինելու, իսկ ինչի հույսին է լինելու, իսկ ինչի հույսին է լինելու ապագա վարչապետը, 1 դրամով վարձատրվող վարչապետը ինչա ուտելու, խնդրում եմ թող ինձ ասի այդ կախարդական բանը սառնարանի տեղը, որը բացում ես 1 դրամով, ինքը քեզ ամսվա ընթացքում մատակարարում է օրինակ ուտելիք կամ ինչով վճարելու իր մնացած, ասենք, կարիքները հոգալու։ Սա ակնհայտ է նաև իրանց ծրագրերից, որ մարդիկ, ովքեր խոսում են գործարան կառուցելու, շենքեր կառուցելու, ես կարծում եմ սա իրանց հետագա հեծի բանով, հեծի ձևաչափով այդ բոլոր տեղերը սեփական կարիքները ասելու, այսինքն սեփական բիզնեսները սնուցելու հերթական ծրագրերն են, գործարան կկառուցեմ, շենք կկառուցեմ։ Ես առաջարկում եմ, որ մարդիկ դադարեն պոպուլիզմով զբաղվել եւ եթե բիզնեսը իրանց մոտ լավ է ստացվում, առանց մենաշնորհի օրինակ եւ օրենքի շրջանակում, թող զբաղվեն դրանով։ Լավ, տեսեք, մի կողմից խոսում եք նրանց ըստ էության մրցակից չհամարելու, վախեր չունենալու իշխանության նկատի ունեմ կորստի, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք նաև հայտարարություններ, թե այդ ուժերը որտեղից են սնվում, մասնավորապես ինչպիսի հիբրիդային գրոհների է ենթարկվում այս իշխանությունը, որտեղից են գալիս այդ գրոհները եւ այլն, եւ վերջին 10 օրվա ընթացքում մենք ակնհայտ երկու այդպիսի ուրեմն կրեմլյան պրոպագանդիստների ենք լսել, մեկը Սոլովյովն էր, մեկը Դուգինն էր, մասնավորապես Դուգինի հայտարարությունը, որ ուրեմն անհնար է թույլ տալ սուվերեն Հայաստան, հա, մոտավորապես այսպես, դուք ինչպես եք գնահատում, մեկի դեպքում մենք արտաքին գործերի նախարարությունը փաստորեն դեսպանին կանչեց, բողոքի նոտա հղեց եւ այլն, մյուսի դեպքում այս պահին արձագանք չկա, կա իհարկե ազգային ժողովի նախագահի արձագանքը եւ այլն, այսպիսի գրոհները որքանով կարող են լրջագույն մարտահրավեր լինել 26-ի ընտրությունների։ Ես կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանի իշխանությունը պետք է մտահոգվի, որովհետև իր երկրում կան պրոպագանդիստներ, ովքեր սեպ են խրում Հայաստանի Հանրապետության, սուվերեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի պետության, այսինքն հարաբերությունների մեջ։ Այստեղ իրանք ունեն մտահոգվելու բան։ Այսինքն ես որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, ես կարող եմ գնահատական տալ կամ ինչ որ ձևով պատասխանել, բայց այստեղ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վաղուց ասել է, որ ինքն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, գնահատական տվել է, չէ, ասել է, ասում է։ Հետևաբար ես չեմ կարող թույլացնել իրողությունը եւ այսպես ասած սարսափել որևէ պրոպագանդիստի արտահայտությունից, էլի դա ինձ համար։ Բայց իշխանությունները ըստ էության արձագանքել են այն ժամանակ Սալավյովի հայտարարություններին եւ այնպես չէ, որ մեղադրանքների տեղատարապ է, անձնական կարծիքն է, հանրային իրենց ուրեմն պետական հեռուստաալիքով չէ, Սոլովյով լայվի եթերում է դա, մի մանիպուլացրեք, ես մոտավորապես ասում եմ, թե ինչ է ասել Տիկին Զախարովան։ Դե լավ է, որ պատասխանել է Տիկին Զախարովան, հետևել է, որ եթերում է, ինչ
բաներ կան, ինչ նյուանսներ կան, որ կարելի է մեջ բերել, որ դա այս եթերում չէր, այն եթերում էր ժիլետով էր այդ պահին գլխարկահակներ ցուրտեր տակեր, դա ես չգիտեմ, ես գիտեմ հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունը որոշողը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, եւ որևէ մեկը չի կարող նման արտահայտությունները որևէ կերպ սասանել այն իրողությունը եւ այն ինչ որ ունենք մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Լավ, երբ ասում եմ մտահոգություններ, օրինակ չունեք, նաև նկատի ունեմ այն Տիկին Վարդանյան, որ ժողովուրդը հստակ ազդակ տվել է, որ չի ուզում այդ ալիքները իր հայկական մուլտիպլեքսում տեսնել։ Եղել է բավականին կոշտ արձագանք, ակցիաներ են եղել, բողոքի ուրեմն ձայն է բարձրացվել, բայց ամենակարևոր այդ հարցի շուրջ Հայաստանի իշխանությունը չի դրսևորել ուրեմն գործողություն կամք այդ ալիքները ընդհանրապես մուլտիպլեքսից հեռացնելու, սա չէր լինելու լավագույն պատասխան այսպիսի պրոպագանդիստներին։ Ես կարծում եմ դա քննարկման առարկա է եւ պետք է դառնա քննարկման առարկա, որովհետեւ այո, Հայաստանի Հանրապետություն կարող են օգտվել տարբեր երկրների ալիքներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բայց դրանք պետք է ըստ երևույթին լինեն իմ անձնական կարծիքն է, պետք է ունենան կամավոր բնույթ, այսինքն եթե քաղաքացին ցանկություն ունի հետևել ռուսական, չգիտեմ, իսպանական կամ ինչ-որ ֆուտբոլի կոնկրետ ալիքի, սպորտային ինչ-որ արտասահմանյան, խնդրեմ, ինքը պետք է ունենա այդ հնարավորությունը եւ մեր կարծեմ բաները տալիս են այդ հնարավորությունը, այսինքն հեռահաղորդակցության կազմակերպությունները տալիս են այդպիսի հնարավորություն ունենալ դա։ Հետևաբար գուցե սա դուք ճիշտ եք, սա քննարկման առարկա պետք է դառնա, որովհետև դա նույնպես անվտանգային հարց է Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր տեղեկատվությունը այն ամենակարևոր զենքն է, որով կարելի ասել ոչ բարեկամ պետությունները փորձում են հարվածել այլ պետությունների եւ հետեւաբար տեղեկատվական դաշտը նույնպես պետք է անվտանգային բարձիկներ ունենա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։